Ռուսների հետ կարող ենք նոր ճանապարհ ունենալ։ Ես հիմա ասֆալտաբադել այդ ճանապարհը։ Շատ բարդ հարց եք տալիս, Կենտրոնիկ Ռուսաստանի թերացումը Արցախի։ Միանշանակ դա անքննելի է։ Պիտի Ռուսաստանի այլընտրանքը մեր տարածաշրջանում Թուրքիան չլինի արևմտյան գլազուր վրան քսած, հասկանում ես, որտեղ Թուրքիայի վրա ինչ գլազուր էլ քսես, ինչ շոկոլադ էլ քսես, նրա այդ գորժ գայլերի նշանը տակից երևալու է, հասկանում եք այս նշանը։ Դուք ուր դեղատրեք Ռուսաստանի թերը, այս կան մեծ հարցականներ կան Ռուսաստանի դեցվածքին, թերին եւ այս չեմ ասեր որ Ռուսաստանը թողնենք գնանք թուրքերու քիրգը կամ ՆԱՏՕ-ի բադուանով որ այսօր այդ խոսույթը գա շատ են խոսում Եվրոպական միության Հայաստանի անդամակցելու մասին ես եթե 10 ձեռք ունենայի երկուսի փոխարեն 10 ձեռքով կասեի այո եթե ես այսքան վստահություն ունենայի որ դա հնարավոր բայց ես 13 տարի եղել եմ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ, ես եվրոպական կառույցներում գլխավորել եմ լրջագույն հանձնաժողովներ եւ հավատացնում եմ ձեզ, ԵՄ օրակարգում, ԵՄ սահմանների ընդլայնման հարց չկա, ավելին, մարդիկ մտածում են ազատվել որոշ բալաստ երկրներից, որբեր են, որոնք նստած են ԵՄ բյուջեի վրա եւ ուղղակի հնարավոր չէ 1987 թվականից Թուրքիան դիմել է ԵՄ անդամակցության համար 30 քանի տարի է անցել եւ ոնց եք պատկերացնում որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան թույլ կտա որ Հայաստանի հետ նման ուրեմն առաջխաղացում լինի հասկանալի է չէ որ դա չի լինելու որովհետեւ այսօր Ռուսաստանի մեր այլընտրանքը Թուրքիան է ես Ռուսաստանին բազմաթիվ խնդիրներ ունեմ այո բազմաթիվ խնդիրներ ունեմ Արցախում իրենց պահվածքի վերաբերյալ Կենտրոնիկ Ռուսաստանի թերացումը Արցախի միանշանակ դա անքննելի է այդ հարցում էլ եմ ընդունում այն հարցում որ 3 անգամ Ռուսաստանի նախագահն է ջարդել ընդդիմադիր շարժում 3 անգամ իր ուղակի Ռուսաստանի իշխանությունը ջարդել է պատերազմից հետո ընդդիմադիր շարժում սատարելով այս ռեժիմը դա անքննելի է բայց պիտի ես տեսնեմ այլընտրանքը պիտի Ռուսաստանի այլընտրանքը մեր տարածաշրջանում Թուրքիան չլինի արևմտյան գլազուր վրան քսած հասկանում ես որտեղ Թուրքիայի վրա ինչ գլազուր էլ քսես ինչ շոկոլադ էլ քսես նրա այդ գորժ գայլերի նշանը տակից երևալու է հասկանում եք այս նշանը ես պիտի տեսնեմ այլընտրանք բայց ցավոք սրտի ես պիտի ցիտեմ ընդամենը վերջերս Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդարանի падգամավորին ով ասեց եղեք անկեղծ ձեր հասարակության հետ եւ ասեք որ ԵՄ գալու օրակարգը դա բացառապես ձեր օրակարգն է եւ ձեր ցանկությունն է մենք մեր սահմանների ընդլայնման խնդիր չունենք սա շատ պարզ է շատ տեսանելի է Իսկ ռուսների հետ կարող ենք նոր ճանապարհ ունենալ Ես հիմա ասֆալտաբադել այդ ճանապարհը Շատ բարդ հարց եք տալիս բայց որ մենք պիտի կարողանանք շատ գրագետ համադրել ճիշտ ես այդ բառը ժամանակին օգտագործում էր Օսկանյանը ես շատ հեգնում էի կոմպլեմենտար հիմա ես հասկանում եմ որ մեր տիպի ողնաշարը այլևս վնասված պետությունը վիրավոր պետությունը հա պիտի կարողանա շատ գրագետ աշխատել եւ Ռուսաստանի հետ որտեղ պատկերացնում եք Ռուսաստանը բռնի եւ լարսը փակի մեր կենսական ամեն ինչը տեսնում ենք Վրաստանի հետ հարաբերությունները այլևս որոշակի խնդրահարույց են լարսը փակվեց 1 ամիս այստեղ սով է լինելու մենք դա պիտի հասկանանք չէ հիմա լավ է թե վատ է որ ճանապարհը միայն դա է բայց այս պահին դա է սա մենք պիտի հասկանանք այսինքն մենք պիտի կարողանանք բայց ինձ համար շատ կարեւոր է նաեւ Եվրոպական միության եւ Արևմուտքի հետ ճշգրիտ հարաբերությունները որովհետեւ գլոբալ առումով հերահար առումով ես Հայաստանը տեսնում եմ եվրոպական ընտանիքում որտեղ Հայաստանը իր մշակույթով իր արմատներով իր գենետիկայով իր DNT-ով դա եվրոպական ժողովուրդ է դա չի կարող բռնապետական տոտալիտար ինչ որ մի հանգույց լինել այս տարածաշրջանում չի կարող